Մենք երբեք չենք կարող լիովին ազատ լինել ցավից և հուսալքությունից, սակայն չպետք է թույլ տանք, որ այն ինչ տեղի է ունենում ներկայում, կործանի մեր ապագան։ Մենք կարող ենք որոշել շրջադարձ բերել մեր իրավիճակում, բաց թողնելով այն, ինչը հուսալքություն և ընկճվածություն է պատճառում մեզ, և գնալ առաջ դեպի այն բարիքը, որ Աստված ծրագրել է մեր ապագայի համար։ Ինձ դուր է գալիս Ապետրոսի 5:9, որը պատվիրում է. «Հակառակվեք նրան՝ սատանային, նրա հարձակման դեմ»։ Անչափ կարևոր է անմիջապես հակառակվել հուսալքությանը և ընկճախտին, որովհետև որքան երկար մնանք դրանց մեջ, այնքան դժվար կլինի դրանց հակառակվելը։ Տարիներ շարունակ ասել եմ հետևյալը. եթե թույլ չտաք, որ սատանան տպավորի ձեզ իր գործերով, նա չի կարողանա ճնշել ձեզ, և եթե նա չկարողանա ճնշել ձեզ, չի կարողանա ընկճել ձեզ։ Հաջորդ անգամ, երբ այնպիսի իրավիճակի բախվեք, որի նպատակը ձեզ շփոթեցնելն է, որոշում կայացրեք դիմել Սուրբ Հոգուն և թույլ տալ, որ նա հույսով լցնի ձեզ։ Որոշում կայացրեք հավատալ Աստծո Խոսքին, ոչ թե ձեր զգացմունքներին։ Հագեցրեք ձեր միտքը և շուրթերը Աստծո Խոսքի դրական և հույսով լեցուն ճշմարտություններով։ Երբ ինչ-որ բան է տեղի ունենում, թույլ տվեք ամեն հույսի Աստծուն զորացնել և խրախուսել ձեզ ներսից դեպի դուրս։ Քանի որ անկախ այն բանից, թե ինչով եք անցնում, Աստված պատրաստ է և կամենում է օգնել ձեզ, վերցնել ձեր ցավը և հրաշալիորեն փոխել ձեր իրավիճակը։